անձամս հետ Կսպանեմ աղջկա, կսպանեմ Խտրում եմ, դու նման բան չես անի, աղջկաս հանգիստով, խտրում եմ Կանեմ, կսպանեմ աղջկա, դու աղջկյանը, կսպանեմ Մենք երկուսով կլծենք այդ հարցը, խտրում եմ, աղջկաս հանգիստով Չէ, կսպանեմ աղջկյանը, որ հասկանաս ինչ նշանակում զավակ կորցնել Մեղավորը ես եմ, ինձ սպանիր, աղջկաս հանգիստով թող գնա Չի լինի վատ, աչքի դառաջ եմ սպանելու, իսկ քո մահ քեզ համար շատ թեթև պատիժ կլինի Բանը չես անի աղջկաս հանգիստով Հայք, արի սուրճը պատրաստ է Գագիկ Գևորգյան, 50 տարեկան, չի աշխատում, նախկին զինվորական է Հայք Հայ տղա, եթե մի պարապում ես Հայ պապ, ինչ անեմ վերջի քննությունս Տղա ջան, ես գիտքը թող դիր էստեղ Նստի սուրճը թխմի, համեր աչքերդ կանգստանա Վայոն պրես պապ ջան, շատ համով է Հայկ Գևորգյան, 27 տարեկան, Գագիկի որդին է, ուսանող է Սուրճը? Սուրճը համեղ, ես գիտեմ Դու են ասա, աչքերդ էլի ցավում են? Պապ չեն ցավում, պարզապես հոգնում են Դե որ այդպես արի գնան բժշկի Պապ լավ էլի հո ես երեխա չեմ Որ զգամ բժշկի կարիք ունեմ կգնամ էլի Հայկ, բայց աչքերդ ցավում են, չէ? Լավ, չեն ցավում, հոգնում են, չէ? Հա, պապ, բնական է որ հոգնում են Տեսնում ես առավոտից իրիկուն կարդում եմ, բա պետք է հոգնեմ, բա ինչ պետք է Լավ, իսկ գլխացավելդ? Պապ դե գլխացավերս էլ բնականաբար պարապելուց է Ահա, տեսնում ես Եթե դու այդքան բան զգում ես, ում պիտի պակասես ես քո պարապելը, մի պարապի կամ քիչ պարապի տղա ջան Չեմ կարող, պապ, ես դրա իրավունքը չունեմ Սպասի մերես, ինչ է նշանակում իրավունք չունեմ Պապ, ես պետքա գերազանց սովորեմ ավարտեմ, հասկանում ես, ես պարտավոր եմ, պապ, հանուն քեզ Հայ ջան, կներես, բայց հիմար բաներ ես ասում Չէ, պապ ջան Ասածներս հեչել, հիմար բաներ չեն Դու ամբողջ կյանքդ չարչարվել ես, որ ինձ ուսման տաս, ճիշտ է Էլ չեմ խոսում մամայի մահից հետո, որ իմ համար ամեն ինչ արել ես ու մինչև հիմա էլ անում ես Բա հիմա ես պետքա չէ ինչ-որ մի բան անեմ, որ փող հատուցեմ Տղա ջան, ծնողը պարտավոր է մտածել իր երեխայի մասին Երեխան պարտավոր չէ փող հատուցել, հասկացել ես կամ բանը Հասկանում եմ, ես էլ զավակ եմ Ուզում եմ, որ իմ ծնողը ոչ մի բանի կարիք չունենա Դրա համար էլ պետք է ամեն ինչ անեմ, ոնց որ դու ես մինչև հիմա ամեն ինչ անում իմ համար Լավ էլի տղա ջան, լավ էլի վերջ տուր, վերջ տուր Լավ պապ ջան, կոֆեի համար շնորհակալ եմ Ես գնամ մի քիչ պարապեմ, հետո դուրս եմ գալու Լավ, գնա տղա ջան, գնա Եկա, քեզ ուղղել չի լինի, գնա Գագիկի կինը մահացել էր տարիներ առաջ և ամուսնու խնամքին էր թողել 5-ամյա որդուն։ Գագիկը ինքնամոռաց կերպով հոգ էր տարել որդուն, երբեք չմտածելով երկրորդ անգամ ամուսնանալու մասին։ Հայկ ինչ եղավ, հայկ 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 Ինչ եղել, հայկ Բայց ինչ ես թապել գետի գրկեր, հայկ Պապ, ոչ մի բան մի անհանգստացի, պապ Հայկ, վեգաս, տղա ջան Հայկ ջան, ինչ եղել, իսկ կարող ես ասել, հայկ Հայկ Պապ, ես Ինչ, խոսիր, հայկ, ինչ Հայկ Պապ, ես ոչինչ չեմ տեսնում, պապ Ինչ ես խոսում, հայկ, ինչ է Բացարձակ ոչինչ չեմ տեսնում Հայկ, ինչ ես խոսում, բանասա, բանաս կանամ, հայկ ջան Պապ, արի հենց հիմա գնանք բժշկի, ես քեզ կբացատրեմ Գնամ, սաղոտարım, գնամ, գարի Օգնի ինձ, պապ Օգնեմ, տերասված ես ինչ էր տերասված Արի, հայկ ջան, արի, սաղոտարım, արի, հայկ ջան Արի, ես կողմը, հայկ ջան
Սա ժամանակով երկու, ես քեզ հարատացնում եմ։ Հիմա կգա բժիշկը, ամիջ մեզ ասած։ Լավ, ոչինչ, շոք։ Բժիշկ, ինձ կարող եք բացատրել, թե ինչ է կատարվում տղայիս հետ։ Ես բժիշկ խոսեք վերջապես։ Անկախ ամենից դուք պետք է մտածեք միայն լավի մասին։ Հայ ջան, դու երիտասարդ ես եւ պետք է կարողանաս պայքարել քո առողջության համար։ Առողջության։ Մի րոպե հայ ջան, բժիշկ, ես ես խնդրում եմ ուղղակի։ Ինձ ավելի կոնկրետ ասեք։ Տղաս ինչու չի տեսնում։ Ինչու է կորցրել տեսողությունը։ Հայք նախ ուզում եմ իմանալ տեսողությանը կորուստը միանգամից սկսվեց։ Վարդան Հարությունյան, 51 տարեկան, բժիշկ է։ Դե երբեմն խնդիրներ ունեցել եմ։ Թեկուզ կարճ ժամանակով տեսողության կորուստ ունեցել ես։ Չէ, պարզապես մեկ-մեկ կարծես սև վարակուրի պես ինչ-որ մի բան իջներ, այդպես։ Իսկ Այսօր ամեն ինչ միանգամից եղավ։ Միանգամից տեսողությունս կորավ ու արդեն մի քանի ժամա չեմ տեսնում բժիշկ։ Նկատի ունեմ տեսողությունս չի վերականգնվում։ Հասկանալի է։ Բժիշկ, բայց ինչն է հասկանալի, բժիշկ, ես չեմ հասկանում, խնդրում եմ ինձ ասեք, հա, ինչ է կատարվում տղայիս հետ, կներեք իհարկե, որ ցանից բարձրացնում եմ։ Բժիշկ, ես երեխա չեմ, էլի ասեք ինչ է կատարվում։ Հանգիստ է ջան, հանգիստ։ Ցավոք պետք է ասեմ, որ Հայկը երբեք այլևս չի տեսնում։ Ինչ։ Դա հնարավոր չի։ Չէ։ Ավելի ճիշտ, Հայկի ուղեղում մոռուց կա, և հենց դա էլ պատճառ է հանդիսացել նրա տեսողության կորուստը։ Հնարավոր չի բժիշկ, դա հնարավոր Չէ, իհարկե, չէ, հնարավոր չէ, այդպիսի որ բժիշկ, այդպիսի որ չի կարող լինել, չէ, հայ ջան, ցավոք տանում, չէ, իհարկե, չէ, հնարավոր չի, հնարավոր չի, չէ, ցավոք տանում, չէ, հնարավոր չի։ Հանգստացեք։ Չէ, հայ ջան, չէ, չի կարող լինել այդպիսի բան։ Բարև, ասացիր 5 րոպեից քիչ ես, բայց 20 րոպե քեզ էի սպասում։ Իսկապես։ Չեմ էլ նկատել, թե ոնց ժամանակն անցավ։ Դե պատմի տեսնեմ ինչ ա եղել։ Մարի Հարությունյան, 28 տարեկան, Վարդանի դուստերն է, իրավաբան է։ Չի ուզենա այդ մասին խոսել։ Ինչի, ինչ-որ բան ա եղել։ Չեմ ուզում տրամադրությունդ փչացնել։ Հա, երևի գործիդ հետ կապված է, հա։ Այսօր ինձ մոտ մի կույր երիտասարդ էր եկել։ Բայց եթե կույր էր, դու ախր աչքի բժիշկ չես, ինչ էր քեզ մոտ եկել։ Նրա կույրությունը ուղեղի ուռուցքի հետ է կապված։ Պապ ջան, ամեն անգամ սենց բաներ լսելուց հոգեկան ծանր ապրումների մեջ ես ընկնում։ Ուրիշ կերպ չի ստացվում աղջիկս։ Չգիտես ինչու մարդիկ սխալ պատկերացում ունեն բժիշկների մասին։ Կարծում են ամեն վատ բան լսելուց հետո բժիշկները այնքան սառն են տանում, սովորական է իրանց համար։ Բայց այդպես չի։ Սա միայն աշխատանք չի։ Բժիշկը նույն ցավն է տանում, ինչ որ հիվանդ է։ Մտնում է հարազատների ծանր վիճակի մեջ։ Ուրիշ բան, որ ցույց չենք տալիս։ Բայց հաստատ գիշերները պատահում չես կան։ Հասկանում եմ ախր քեզ, քո ապրումները։ Լիովին հասկանում եմ, բայց ախր
քո վիճակով դու չես կարողանա չէ տղային օգնես։ Անիմաստ իզուր տեղը պետք չի տանջվել։ Չէ, անիմաստ չի, աղջիկ ջան, անիմաստ չի, բայց ուրիշ կերպ չի ստացվում ինձ մոտ։ Եվ համոզված եմ շատերի մոտ նույն վիճակն է։ Պապ, իսկ ուրիշ կերպ հնարավոր չի օգնել այդ տղային։ Կարծում եմ ոչ։ Ուռուցքը շատ մեծ է։ Եթե անգամ վիրահատություն անենք, ու այդ վիրահատությունը բարեհաջող անցնի եւ տղան ողջ մնա, միևնույն նրա տեսողությունը երբեք չի վերականգնվի։ Պապ, գիտես ինչ եմ մտածում, որ հենց հիմա դու վեր կենաս քո տեղից ու ինձ հրավիրես ռեստորան։ Ռեստորան։ Որովհետև ես շատ սոված եմ ու համոզված եմ, որ դու ես շատ քաղցած։ Տեսնում ես, ընտրության հնարավորություն չես տալիս։ Այ շատ ճիշտ ես, հենց հիմա վեր ես կենում ու գնում ենք ռեստորան միասին։ Հենց հիմա գնում ենք։ Թե չի անընդհատ մտածում ես իվակների ճակատագրի մասին, չի կարելի։ Անհատ խաբարատ գնացել։ Հայկ դու ինչու չմնացիր հիվանդանոցում։ Ես հիվանդանոցում մնալու պատճառ չունեմ, պապ։ Հայկ ինչ է նշանակում պատճառ չունեմ։ Դու ինչ չես ուզում բուժվել, Հայկ։ Պապ, էլ չեմ ուզում այդ մասին խոսես վերջ։ Ինչի մասին, Հայկ։ Դու ուզում ես մոռանում, թե այսօր ինչ ասաց բժիշկը քո մասին։ Պապ, էլ ոչ մի բառ չեմ ուզում լսել վերջ։ Հայկ, ես գիտեմ, որ դու ստրես ես տարել։ Այդ ամենը ես հասկանում եմ, Հայ ջան, բայց դու պետք է պինդ լինես, դու պետք է պայքարես, Հայկ, հասկանում ես, պայքարես։ Պապ, էլ չեմ ուզում ոչ մի բառ լսել վերջ, պապ։ Հայկ, Վերջ։ լավ չեմ խոսի։ Բայց ես միայն մի բան եմ ուզում։ Ես ուզում եմ, որ դու առողջ լինես։ Ես չեմ ուզում, որ դու քո ամբողջ կյանքում տառապես, Հայկ։ Ամբողջ կյանքում։ Ինչ կյանք։ Ու դու կյանք ես համարում եմ ես խղճուկ վիճակս, հա։ Այժմ սավը տանում, ամեն բան կարելի է փոխել, Հայկ, կարելի է փոխել, Հայկ։ Չէ, պապ։ Ոչ մի բան էլ չի կարելի փոխել։ Ես կյանք չունեմ։ Ինչ շատ քիչ է մնացել։ Հայկ, վերջ դուր, Հայկ, այդպիսին բանել մի խոսա, մի հուսահատվի, իրավունք չունես, Հայկ։ Վերջ, պապ։ Մենք ոչ մի բան չենք կարող։ Կարող ենք, Հայկ։ Մենք քեզ կվիրահատենք եւ դու քեզ լավ կզգաս, Հայկ ջան, լավ կզգաս քեզ։ Չէ, պապ։ Չէ, պապ, ես չեմ վիրահատվելու։ Այդ մասին էլ չխոսես, պապ։ Ես արգելում եմ։ Լսում ես, պապ, արգելում եմ այդ մասին էլ չխոսես։ Մենք չենք գնացել բժշկի։ Մենք ոչինչ չգիտենք։ Մենք չգիտենք այդ անալիզների պատասխանը, պապ։ Ես ուռուցք չունեմ, պապ։ Մենք այդ մասին չգիտենք։ Չէ, Հայկ ջան։ Հայկ ջան, բայց ախր այդպես չի լինում, չէ, Հայկ ջան, չի լինում այդպես, Հայկ։ Պապ, ինձ մենակ թող լավ։ Հայկ։ Գնա, պապ, ասում եմ։ Լավ տղա ջան։
Այո, իհարկե, հավես հետ նստեք։ Բարոյցես։ Նստեք խնդրում։ Ժիշկ, ես եկել եմ որպես խոսենք իմ տղայի մասին։ Այո, հասկանում եմ։ Ժիշկ, մենք, այսինքն, ինչով կարող ենք իմ Հայկին օգնել, հա? Գիտեք լավ է, որ դուք այսօր մենակ եք եկել։ Կարող եմ ձեզ հետ պարզ խոսել։ Չնայած այն ինչ երեք ասացի, մնում է ուժի մեջ։ Իհարկե, ես պատրաստ եմ, ասեք, ես լսում եմ։ Տղայի վիճակը շատ բարդ։ Իսկ մենք ինչ կարող ենք նրա համար անել։ Կարծում եմ ստեղծված իրավիճակում միայն վիրահատությունը կարող է օգնել։ Վիրահատություն։ Եվ կարծում եք, որ վիրահատությունից հետո վիճակը կլավանա, հա? Ես չեմ կարող նման բան խոստանալ։ Ես խնդրում եմ ինձ հետ անկեղծ եղեք։ Ես ես ասեմ, որ այս կյանքում ես բացի Հայկույր ինչ-որ չունեմ։ Ես իմ ամբողջ կյանքում սիրել, պահել, մեծացրել իմ Հայկին և երազել եմ, որ իմ տղան լինի առողջ, ուժեղ, հաջողակ և այսօր Որպես հայր ես ձեզ շատ լավ եմ հասկանում։ Ես կարող եմ միայն վիրահատել։ Բայց չեմ կարող խոստանալ, որ վիրահատությունից հետո, կրկնում եմ, նույնիսկ հաջող վիրահատությունից հետո Հայկը կվիրականգնի իր տեսողությունը։ կնդրեմ շիշ։ Լավ իսկ ասենք գոնե մի փոքր հույս կա թե չէ։ Դե հույսը երբեք չի կարելի կորցնել։ Այդ վիճակը շատ լուրջ, շատ։ Բայց չէ դուք ասացիք, որ հույս կա, չէ։ Հասկանում եք, պետք է հրաշք տեղի ունենա, որ ձեր որդու կյանքը առաջվա նման լինի։ Բայց նորից եմ կրկնում։ Եթե անգամ վիրահատությունը բարեհաջող անցնի, միևնույն, Հայկի տեսողությունը չի վերականգնվի։ Ես ձեզ խնդրում եմ, ես հրաշքների հավատում եմ, բժիշկ, ես գիտեմ, հրաշք կատարվի, բժիշկ, կլինի հրաշքը, բժիշկ, խնդրում եմ ձեզ։ Դա Աստված, հուսանք, ու սպասենք։ Ինչ ես անում Հայկ։ Ինչու չասացի, որ ջուր ես ուզում։ Ես կարող եմ պապ ինքնուրույն գալ խոհանոց ու ջուր վերցնել։ Ջան, ես չասացի, որ դու չես կարող։ Ի վիճակի չես։ Չէ, պապ, դու հենց էդ էլ ասացիր։ Դու ճիշտ ես, պապ։ Դու ճիշտ ես, պապ, ես ոչ մի բան էլ չեմ կարող ինքնուրույն անել։ Ես հիմա շատ ողորմելի ու խղճուկ վիճակում եմ։ Մի խոսիր, Հայկ, խնդրում եմ, մի խոսիր այդպես։ Ոնց խոսեմ, պապ։ Ոնց խոսեմ։ Մենակ չասես, որ սխալվում եմ։ Չասես, որ ամեն ինչ լավ է լինելու։ Որ ես նորից ապրելու եմ իմ հին կյանքով։ Որ իմ երազների ու ծրագրերի հետևից եմ գնալու, պապ։
Հայկ ջան, հանգստացիր, Չեմ կարող, պապ։ Չեմ կարող հանգստանալ։ Հասկանում ես, չեմ կարող հանգստանալ, պապ, երբ մի վայրկյանում ամբողջ կյանքս տակնու վրա եղավ։ Երբ բոլոր երազանքներս ու ծրագրերս մի վայրկյանում կործանվեցին։ Հայկ ջան, ես քեզ հասկանում եմ, գիտեմ որ դժվար Հայկ ջան, գիտեմ, բայց հարկավոր է չի հաղթահարել բոլոր դժվարությունները, Հայկ, հարկավոր է, Հայկ։ Պապ, դու չես էլ հասկանում, թե ինձնից ինչ ես պահանջում, պապ։ Ես չեմ կարող, պապ, չեմ կարող։ Դու մենակ չես Հայկ։ Մենք երկուսով տղա ջան, մենք երկուսով կպայքարենք բոլոր դժվարությունների առաջ, Հայկ ջան, ես քո տիրգոքին կանգնած եմ, տղա ջան։ Պապ, դու ինչ չես էլ լսում, պապ։ Չես լսում, ես ինչ եմ ասում։ Ես ասում եմ չեմ կարող, պապ։ Ես ուժ չունեմ պայքարելու։ Ես ցանկություն էլ չունեմ, պապ, որովհետև գիտակցում ու հասկանում եմ, որ սա իմ վերջն է, պապ։ Ոչինչ էլ փոխել չի լինի, պապ։ Հայկ, վերջ տուր, Հայկ, ստապիր, Հայկ, դու պարտավոր ես, Հայկ, դու պարտավոր ես պայքարել, Հայկ, պարտավոր ես։ Պապ, խնդրում եմ, պապ։ Ես եմ քեզ խնդրում, Հայկ ջան, ես եմ քեզ խնդրում հանուն քեզ, հանուն ինձ, վերջապես հանուն մորդ հիշատակի, Հայկ, պայքարիր, Հայկ, իրավունք չունես ազնվելու։ Պապ, ես չեմ կարող դատարկ հույսեր ունենալ, պապ, չեմ կարող։ Դրանք դատարկ հույսեր չեն, տղա ջան, ես քեզ հավատացնում եմ, մի բան եմ քեզ խնդրում, մի բան ընդամենը, մի հուսահատվիր, պայքարիր մինչև վերջ, Հայկ, եւ ամեն բան լավ կլինի, ես եմ քեզ ասում, տղա ջան, ես եմ ասում, Լավ, պապ, լավ, ես կվիրահատվեմ։ Ապրես տղա ջան, ապրես, կվիրահատվես, բայց մի մոռացի, որ պիտի հավատաս, տղա ջան, պիտի հավատաս։ Լավ, պապ։ Ապրես տղա ջան, ապրես, դու իմացիր, դու մենակ չես, ես քո կողքին եմ եւ մենք ես քեզ խնդրում եմ, Հայկ, խնդրում եմ, Հայկ։ Լավ, պապ։ Ապրես տղա ջան, ապրես։ Չնայած բժշկի խոսքերին, Գագիկը համոզված էր, որ վիրահատության դեպքում որդու կյանքը կարող էր ընթանալ նախկին հունով։ Նա կուրորեն հավատում էր, որ Հայկի կյանքը կարելի է փրկել, քանի որ հակառակ դեպքում ինքն այլևս ապրելու պատճառ չէր ունենա։ Այ բարև ձեզ կներեք, բժիշկը տեղում չի։ Բարև ձեզ, ձեր հայրը նոր դուրս եկավ։ Ճիշտ հասկացա, չէ, բժիշկը ձեր հայրն է։ Հա, ճիշտ եք, ես Մարին եմ։ Ուրախ եմ, կարող եք ձեր հորը այստեղ սպասել։ Շնորհակալություն։ Դուք հիվանդանոցում եք աշխատում։ Չէ, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, ուղղակի պապային եկել եմ տեսության։ Պարզ է։ Իսկ դուք։ Ես ոչ, ձեր հայրը պետք է ինձ վիրահատի, ես էլ այստեղ չեմ աշխատում, պարզապես հիվանդ եմ։ Հա, պարզ է։ Հա, պապ ջան։ Դուք կարող եք ուղեկցել ձեր որդուն հիվանդասենյակ։ Բուժքը քեզ է սպասում, Հայկ ջան։ Նա քեզ կտեղավորի ու կասի, թե ինչ հետազոտություններ պետք է արվեն։ Շնորհակալ եմ, բժիշկ։ Գնանք, Հայկ ջան, վերկաց։ Ցտեսություն, Մարի։ Ցտեսություն, Հայկը, ես ձեզ առողջություն եմ ցանկանում, շուտ ապակին եք։ Շնորհակալ եմ։
Պապ դու այս հիվանդի մասին էիր խոսում մի քանի օր առաջ։ Հա։ Ու դու պատրաստվում ես նրան վիրահատել։ Մեկ շաբաթից։ Բայց ասում էիր բարդ դրությունը։ Շատ բարդ։ Բարդ այն խոսքը չի։ Բայց դեպքում ո՞նց են պատրաստվում վիրահատեն։ Գիտես, ինձ թվում է հայրը չի գիտակցում, թե ինչ է կատարվում իր տղայի հետ իրականում։ Այսինքն հայրը չգիտի, թե որդին ինչ հիվանդություն ունի։ Գիտի, իհարկե գիտի։ Բայց որքան էլ բացատրում են, որ տղայի վիճակը շատ ծանր է, միևնույն է։ Նա համոզված է, որ վիրահատությունից հետո տղայի տեսողությունը կվերականգնի, պատկերացնում ես։ Մի բան, որ 100% անհավանական է։ Պապ, իսկ դու հորը բացատրել ես նույն կերպ, ոնց որ ինձ ես հիմա բացատրում։ Իհարկե բացատրել եմ, խոսել եմ, ասել եմ, ինչ որ հնարավոր ասել եմ, որ շատ ծանր է տղայի վիճակը, բայց նա ոչինչ չի ուզում լսել, չի ուզում, նա հավատում է, որ ամեն ինչ լավ կլինի։ Փաստորեն դու գնում ես վիրահատության գիտակցելով, որ ոչինչ չի փոխվի։ Ես Գագիկին ասել եմ, բացատրել եմ, որ եթե վիրահատություն չանենք, գուցե տղան մի քանի ամիս երկար ապրի, բայց նա ոչինչ չի ուզում լսել։ Նա հավատում է, որ հրաշք կարող է տեղի ունենա, հասկանում ես։ Հրաշքի է սպասում։ Պապ, իսկ տղան Հայկ ինչ է կարծում։ Ես նրան ամեն ինչ չեմ ասել հոր խնդրանքով։ Պապ, բայց չես կարծում, որ ամենաճիշտը հենց Հայկի հետ խոսելն է, որովհետև դա իր կյանքն է, իր առողջությունն է։ Իսկ դու չես պատկերացնում, որ ինձ համար շատ դժվար էր անգամ հոր բացատրել այդ մասին։ Փաստորեն դուրս է գալիս, որ հայրը անգիտակցորեն է այդ քայլին գնում։ Ես ոնց կարող եմ երիտասարդ տղային ասել, որ նա ընդամենը մեկ ամսվա, գուցե մի քանի շաբաթվա կյանք ունի։ Կարծում ես էշ այն ծամր, հա? Չգիտեմ, պապ, չգիտեմ։ Կարծում ես գիտեմ։ Հիմա ես էլ արդեն սկսում եմ հրաշքների հավատալ։ Լավ, վերկաց գնանք։ Գնանք մի քիչ կփոսնենք, մաքրոթը քեզ պետք է, կմոռանաս կցրվես մի քիչ։ Բայուսա կսեր տուրը տեղից գնացինք։ Ուրիշ բան չի մնում։ Պապ ջան։ Պապ, ինչի՞ չուզեցիր հիվանդանոցում հանդիպեինք։ Հիվանդանոցում չէի կարող։ Ինչ որ բան ա եղել, պապ։ Մարի, Հայկը ինչպես եւ կանխատեսում էի։ Պապ, բան ա պատահել։ Տղան մահացավ, Մարի։ Ես ոչ մի բանով չկարողացա նրան օգնել։ Լավ, պապ, մի հատ հանգստացի, դու ոչ մի բանով մեղավոր չես։ Ախր եթե ես այդ վիրահատությունը չանեի, նա կարող էր ավելի երկար ապրել։ Պապ, լավ էլի։ Դու արել ես այն ամենը, ինչ որ հնարավոր է եղել անել։ Մի մեղադրի քեզ։ Պարզվում է ամեն ինչ չի, որ կարողացել եմ։ Պապ ջան,
Դու ամենապրոֆեսիոնալ բժիշկն ես ու դու միշտ արել ես ամենալավը հիվանդի համար, նենց որ քեզ մի մեղադրի։ Միևնույն է շատ դժվար է, Արի, ծանր եմ տանում, հասկանում ես։ Հասկանում եմ, պապ ջան, բայց պետք չէ այդքան ծանր տան։ Ինչու լսեցի ես հորը, ես նրան չպետք է լսեի։ Լավ, պապ, վերջացրու, վերջ, հիմա գնում ենք հիվանդանոց։ Հիվանդանոց։ Հա, որովհետև քեզ սպասում են շատ հիվանդներ, որոնք քո կարիքն ունեն, պապ։ Վերկաց ու մի հուսահատվի, արի։ Բոլորի հետ էլ պատահում է, բժիշկ ես, դու քո ամեն հնարավորը արել ես, արի։ Կսպանեմ, աղջկա, կսպանեմ։ Խնդրում եմ, դու նման բան չես անի, աղջկաս հանգիստով, խնդրում եմ։ Կանեմ, կսպանեմ, աղջկա, քո աչքի առաջ, կսպանեմ։ Մենք երկուսով կլուծենք մեր հարցը, խնդրում եմ, աղջկաս հանգիստով, չէ, կսպանեմ քո աչքի առաջ, որ հասկանաս ինչ է նշանակում զավակ կորցնել։ Մեղավորը ես եմ, ինձ սպանիր, աղջկաս հանգիստով, թող գնա։ Չի լինի վարդան, աչքի տանա չեմ սպանելու, իսկ քո մավ քեզ համար շատ թեթև պատիժ կլինի։ Չես տանի աղջկաս հանգիստով։ Բարի բատվանը բոցը։ Բատվանը բացը է բժիշկ, հանգի ջուտ, սրկի ապարատահան գնալքով բերի։ Ժամանակին հասցրած բուժօգնության շնորհիվ Վարդանին հաջողվեց փրկել Գագիկի կյանքը։ Այնուամենայնիվ նա չափազանց ծանր տանելով որդու անժամանակ մահը մի քանի ամիս անց կնքեց իր մահկանացուն։ Վարդանը շարունակում է աշխատել իր մասնագիտությամբ եւ Մարիի հետ երբեմն հիշում է Հայկին, նրա հիվանդությունը եւ Գագիկին։